Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Արցախցիները հիմնականում դժգոհում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից, դուք այս առումով ինչ խնդիրներ եք արձանագրել, ինչ խնդիրներ եք տեսնում եւ նման երթերով, բողոքի ակցիաներով հնարավոր համարում եք խնդրին լուծման հասնել։ Տեսեք, այս դեպքում խնդիրը բազմակողմանի եւ բազմաշերտ է, բացի նրանից, որ տեսնում ենք ոստիկանության կողմից արցախցիների նկատմամբ առանձնահատուկ վատ վերաբերմունք, նաեւ տեսնում ենք, որ իրենց ղեկավարությունը փոխանակ փորձի զբաղվել խոշտանգման դեպքով, հայտարարի, որ անընդունելի է նման բան, որ ոստիկանության կողմից խոշտանգումներ տեղի ունենան, փորձեն հետաքննել, բարձել ինչ է եղել, պատժել մեղավորներին եւ հանրության առաջ հաշվետու լինել, նրանք հակառակը իրենց առաջի դեմքով ելույթ են ունենում, փորձում են լողոզել մեղքը, փորձում են տուժողին որպես հանցագործ ցույց տալ, ավելին նրանք արդեն չեն խոշում, հենց միանգամից ցույց տալ, թե ինչպես են պատրաստվում պատժել խոշտանգման մասին բարձրաձայնողին։ Ինչպես գիտենք, արդեն փորձում են եւ Տիգրան Ուլուբաբյանի հասցեին գործ հորինել եւ նրա խնդրի մասին բարձրաձայնած, խոշտանգման մասին բարձրաձայնած հանրային իրազեկում ապահոված փաստաբանին ճնշել։ Այսինքն սա բռնապետության շատ դասական օրինակ է, որ փոխանակ զբաղվեն, փորձեն հասկանալ ինչ է տեղի ունեցել ոստիկանությունում, ինչու են խոշտանգել, ինչու են ատելության խոսք ասել, ինչու են հայհոյել, թքել այնպիսի խուլիգանական արարքներ, որը չգիտեմ, երևի նույնիսկ բանտերին հարիր չէ, մենք տեսնում ենք ոստիկանությունում։ Իսկ ոստիկանապետը փոխանակ զբաղվի խնդրով եւ թույլ չտա, որ ոստիկանությունը վերածվի բանդաների, իր խոսքով կանաչ լույս է ցույց տալիս եւ խոշտանգումներին եւ քաղաքական ճնշումներին, որովհետեւ այս ամենը ինչի մատերի է ունենում այս հանրային իրազեկումից հետո եւ Տիգրան Ուլուբաբյանի հանդեպ գործ հարուցելը եւ Ռոման Երիցյանի նկատմամբ փորձում են գործ հարուցել, այս ամենը ցույց է տալիս, թե ինչքան բռնապետական կարող է լինել այս ռեժիմը եւ ինչքանով կարող է դրան նպաստել Արփինե Սարգսյանը, ով ՆԳՆ նախարար է եւ իր ելույթով կանաչ լույս է ցույց տալիս խոշտանգումների համար։ Նրա ելույթի տակ կարող եք մեդիա մոնիտորինգ անել, ուսումնասիրել, կտեսնեք, թե ինչպես են ոստիկանները մտել, իրենց հենց էջերով, ոստիկանական համազգեստով, նշված է, որ ոստիկանությունում են աշխատում եւ շարունակում են ատելության խոսք տարածել եւ արցախցիների նկատմամբ, եւ փաստաբանի նկատմամբ, եւ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ։ Ինչով եք դա պայմանավորել։ Կարծում եմ, որ քանի որ ոստիկանությունը շատ հաճախ օգտագործում են իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար, նրանք ոստիկաններին փորձում են ցույց տալ, որ կա ամենաթողություն, ձեզ ամեն ինչ կարելի է, կարևորը դուք հավատարիմ ծառայեք օրվա իշխանություններին եւ ապահովեք նրանց ցանկացած հակաօրինական հրաման։ Այո, կարծում եմ ոստիկանները քաղաքական իշխանությունները մի քանի խնդիր են լուծում։ Մեկ, դա համընդհանուր, եթե վերցնենք այս խոշտանգումները եւ ոստիկանական ամենաթողությունը, նրանք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդիկ վախենան բարձրաձայնել անօրինականությունների մասին։ Տիպիկ օրինակ ենք տեսնում, բարձրաձայնել են, որ իրենց խոշտանգել են, հիմա փորձում են եւ խոշտանգվողին ճնշել եւ այդ մասին բարձրաձայնող փաստաբանին։ Եվ երկրորդը դա արցախցիների նկատմամբ այս իշխանությունների ընդգծված ատելության քարոզն է։ Մենք տեսնում ենք ինչպես են նրանք ատելության քարոզանում, նրանք հասկանում են, որ արցախցիները շատ լավ գիտակցում են, որ իրենց պատճառով է, իրենց հակահայկական քաղաքականության պատճառով է, որ նրանք անտուն եւ անհայրենիք են մնացել եւ այժմ փորձում են արցախցիների եւ սոցիալական խնդիրներով եւ քաղաքական ճնշումներով եւ ատելության խոսք տարածելով այնպիսի իրավիճակ ստեղծել, որի դեպքում արցախցիները ստիպված կլինեն լքել նաեւ Մայր Հայաստանը եւ իրենց համար խոչընդոտ չի լինի։ Իսկ ինչպես գիտենք, այս իշխանությունների համար հայկական օրակարգ սպասարկող, հայրենիքի մասին մտածող ցանկացած մարդ եւ հատկապես այն մարդիկ, ովքեր գիտակցում են այն ողբերգության մակարդակը, որ այս իշխանությունները բերել են մեր գլխին, նրանք ընկալում են իրենց որպես թշնամի։ Արցախցիները ոչ միայն բացառություն չեն, այլև շարքերում առաջինն են։